Դպրոցական կյանքի ավարտն ազդարարող վերջին տոնական միջոցառմանը հաշված օրեր են մնացել։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին, առաջարկելով իրենց ենթակայության տակ գտնվող հանրակրթական դպրոցներին հանձնարարել ավարտական դասարաններում կազմակերպվող վերջին դաս միջոցառումներն անցկացնել կրթամշակութային բովանդակությամբ։ Շրջաբերականներում նշված է սցենարի, լուսանկարահանման ու տեսանկարահանման, դպրոցների և դասարանների ձևավորման համար բացառել պարտադրված դրամահավաքը։ Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան համար 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Վարդանը բեմ կբարձրանա իր անբաժան ընկերոջ կիթառի հետ։ Սիրում եմ գիթառ նվագել ու ուզում եմ վերջի զանգին մի փոքր համարով անակնկալ անեմ իմ ընկերներին ու ուսուցիչներին, ուզում եմ հայրենասիրական մի երգ նվագեմ իրենց համար։ Այս ավագ դպրոցում 6 ավարտական դասարան կա։ Վերջին զանգի համար կկազմակերպվի 1 ընդհանուր միջոցառում, որին կմասնակցեն բոլոր դասարանների աշակերտները, բայց ամեն դասարան առանձին վերջին դաս միջոցառում կունենա։ Քանի որ այս տարի նախարարությունից շրջաբերական ունենք, որ ավելի շատ շեշտը պետք է դրվի մշակույթի վրա, աշխատանքներ ենք տարել երեխաների հետ, նրանք իրենք ինքնուրույն կազմել են իրենց սցենարները, գրել են, իսկ ինչ վերաբերվում է կազմակերպչական պահին, իրենք ինքնուրույն որոշել են, որ դասարանը պետք է ինքնուրույն ձևավորեն, հենց իրենք էլ իրենց զարդերը պատրաստում են, իրենք անցած տարի անցել են տնտեսագիտություն առարկայից, ինչ-որ ձեռքի աշխատանքներ են պատրաստել, այդ ձեռքի աշխատանքները Էջմիածնի տոնին վաճառք է եղել, ցուցահանդես վաճառք, որոշակի մասը վաճառել են, այդ գումարը պահել էին և տրամադրել են, հիմա դետալները առել են վերջի զանգի հետ կապված ու գեղեցիկ զանգեր են պատրաստել, որոնք պետք է կրեն վերջի զանգին հենց միջոցառման ժամանակ։ Աշակերտները վերջին զանգից ամիսներ առաջ ձևավորել են նախաձեռնող խմբեր, դասընկերներից ընտրել սցենար մշակողների և սկսել դժվար, բայց միևնույն ժամանակ հաճելի աշխատանքը։ Սցենարի վերջնական տեսքը ստացել են ուսուցիչների հետ քննարկումների և նրանց աջակցության արդյունքում։ Սցենարի մեջ ներառել ենք տարբեր դրվագներ կապված մեր 3 տարվա այս ուսման տարիներից և իհարկե ներառել ենք տարբեր հումորային պահեր, տարբեր խոսքեր, որոնք որ արդեն բաշխել ենք մեր աշակերտների միջև և հուսանք, որ անմոռանալի ու հետաքրքիր վերջին զանգ կունենանք 1 ամսից արդեն։ Գրել են խոսքեր, մտածել երաժշտության, պարային համարների, տեսանյութերի ու զարդարանքի մասին։ Սցենար գրելու ամբողջ ընթացքին Լիաննան ակտիվ մասնակցություն է ունեցել։ Ասում է, խոսքերը բաժանել են հաշվի առնելով դասընկերների բանավոր խոսքը, բնավորությունը, զգացմունքային լինել-չլինելը։ Եթե վերցնենք բանաստեղծությունները, վերցնելու ենք մարդու առոգանությունը, մարդու խարիզման ու տենց ենք բաժանելու, ինչը վերաբերվում է շնորհակալակի խոսքերին և այդպիսի բաներին, նայում ենք ավելի հուզմունքային մարդկանց կապված հայրենիքի զինվորների, հիմնականում ընտրելու ենք տղաների խրոխտ ձայնով, ավելի վստահ որ խոսեն և այլն։ 1-2 փորձից հետո հատկապես տղաները հաղթահարել են կաշկանդվածությունը։ Վերջին զանգին վստահ կբարձրանան բեմ, կարտահայտեն շնորհակալական խոսքեր, որոնցում ամփոփված են իրենց անկեղծ հուզմունքն ու ջերմությունը։ Այսօր մի կարևոր օր է, որը կուղեկցի մեզ ոչ կյանքում։ Անկախ միջոցառման բովանդակությունից վերջին զանգը հուշ է բոլոր դպրոցականների համար։ Այստեղ ավարտվում է մանկությունն ու սկսվում մեծ կյանքը։ Հասմիկ Ֆարադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։